Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ ուժեղացված վերահսկողության մասին։ Նրա խոսքով պատճառն այն է, որ Հայաստանը Եվրամիության ապրանքների համար ապահովում է իր շուկա մուտք գործելու պարզեցված հնարավորություն եւ այն չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին։ Դանկվերտը կասկած է հայտնել, թե Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին եւ քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։ Հայաստանը ապրանքներ մատակարարելիս, օրինակ ծաղիկներ, 3 տարվա ընթացքում 36 միլիոն հատից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի, եւ ապրանքների շատ տեսակներ նույն աճն ունեն։ Այդ պատճառով մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը սահմանին ավելի մոտ տեղափոխել։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին, Դանկվերտը հայտարարել է, որ այս ոլորտում եւս առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Նա բերել է ռուսական շուկա առաքվող այնպիսի ապրանքների օրինակներ, որոնք ստուգում չեն անցնում՝ կարագը, պանիրը եւ իշխանձուկը։ Դանկվերտը հավելել է, Հայաստանի լեռնային գետերի իշխանձուկը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։